Սրվել է ԱՄՆ-Իրան լարվածությունը։ Թրամփը պատրաստվում է լրջորեն միջամտել ICE աշխատակիցների դեմ տարվող ցույցերին եւ դրա դեմ օրենք գործադրել։ Մահվան ելքով խոշոր վթար Warner Bros. Ստուդիայի մոտակայքում։ Դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասները քիչ անց։ Վերջապես նույնականացվել է Վաշինգտոն նահանգի լողափում գտնված Դին։ Թրամփը մեղադրում է Զելենսկուն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը դանդաղեցնելու մեջ։ Վերջին նոր բացահայտումները Մինեապոլիսում սպանություն իրականացրած ICE գործակալի մասին։ Verizon-ի խափանումից տուժել են միլիոնավոր ամերիկաբնակներ։ ԱՄՆ-ն կրկին վենեսուելական նավթատար տանկ է բռնագրավել։ Բևերլի Հիլզում ոստիկանությունը հետապնդման ժամանակ հատուկ հնարքով գողացված բեռնատար ավտոմեքենա է կանգնեցրել։ Բացահայտումներ Costco-ի հոթ դոգի մշտական պահպանվող գնի պատճառների մասին։ Ինչպես նաև այսօրվա համար մեր թիմը պատրաստել է մարդկության կարևորագույն թեմաներից մեկի կրթության մասին հետաքրքիր հետազոտություն։ Այսօրվա վիճակագրությունը կբացահայտի, թե լավագույն համալսարանների ցուցակում որ նահանգներն են առաջատարը, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենաքննարկվող ու կարևոր թեմաների մասին։ Եթե ցանկանում եք աջակցել մեզ, ապա պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ և լայքել տեսանյութը։ Մի խոսքով ձեր աջակցությունը, ինչպես միշտ մեզ ոգևորում և ուժ է տալիս, այնպես որ եղեք ակտիվ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ, որը ԱՄՆ-ում ընկալվել է որպես ուղիղ սպառնալիք Դոնալդ Թրամփի հասցեին։ Հեռարձակման ընթացքում ցուցադրվել են 2024 թվականի հուլիսին տեղի ունեցած հանրահավաքի կադրերը, երբ Թրամփը վիրավորվել էր հրազենային կրակոցից։ Տեսանյութում հնչել է հետևյալ արտահայտությունը՝ այս անգամ չի վրիպի, ինչը ամերիկյան կողմը որակել է որպես բացահայտ նախազգուշացում։ Լրատվամիջոցների տվյալներով հնարավոր սրացումներից խուսափելու նպատակով ԱՄՆ իշխանությունները սկսել են ռազմական ուժերի վերատեղակայում։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից ցանկացած սրման դեպք կհետևի կոշտ և վճռական արձագանք։ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել ապստամբության մասին օրենքը, եթե Մինեսոտայի իշխանությունները չկարողանան դադարեցնել բռնությամբ ուղեկցվող բողոքի ցույցերը, որոնք ուղղված են ԱՄՆ ներգաղթի և ICE աշխատակիցների դեմ։ Թրամփը այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում, նշելով, որ եթե տեղական իշխանությունները չվերահսկեն իրավիճակը և չկանգնեցնեն իր ձևակերպմամբ ագրեսիվ ցուցարարներին, դաշնային կառավարությունը կդիմի օրենքով նախատեսված կոշտ միջոցների։ Նախագահը բողոքի ակցիաների որոշ մասնակիցներին բնութագրել է որպես ապստամբներ, իսկ ICE աշխատակիցներին ներկայացրել է որպես պետական ծառայողներ, որոնք պարզապես կատարում են իրենց պարտականությունները։ Բողոքները սկսվել են Մինեապոլիսում տեղի ունեցած միջադեպերից հետո, այդ թվում ICE աշխատակցի մասնակցությամբ կրակոցից հետո, որը դարձել է հասարակական լարվածության պատճառ։ Վերջին օրերին քաղաքում տեղակայվել է մոտ 3000 դաշնային ուժային ծառայող, ինչը զգալիորեն գերազանցում է տեղական ոստիկանության թվաքանակը։ Թրամփի հայտարարությունը ավելի է սրել իրավիճակը Մինեսոտայում, որտեղ նահանգային իշխանությունները արդեն իսկ դատական հայցեր են ներկայացրել դաշնային վարչակազմի գործողությունների դեմ։ Ապստամբության մասին օրենքը վերջին անգամ կիրառվել է 1992 թվականին Լոս Անջելեսում զանգվածային անկարգությունների ժամանակ։ Այն նախագահին թույլ է տալիս ներքին անկարգությունները ճնշելու նպատակով զինված ուժեր օգտագործել։ Չորեքշաբթի առավոտյան Warner Bros. Ստուդիայի մոտակայքում մեծ արագության պատճառով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդ է մահացել։ Տեսախցիկի կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է ավտոմեքենան Բըրբենքի Olive Avenue փողոցում մեծ արագությամբ անցնում մեկ այլ մեքենայի կողքով, ապա Pass Avenue-ի մոտ դուրս գալիս ճանապարհի հատվածից։ Վթարի հետևանքով մեքենան շրջվել է, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Մեքենայից վարորդը դուրս է նետվել, սակայն տեղում մահացել է։ Մահացածի ինքնությունը չի հրապարակվում։ Ոստիկանության տվյալներով վթարի պահին մեքենայում ուղևորներ չեն եղել։ Այս պահին պարզ չէ, արդյոք ալկոհոլը կամ թմրանյութերը դեր են ունեցել միջադեպի մեջ, թե ոչ։
Վաշինգտոն նահանգում տեղաբնիկ ցեղի ռեզերվացիայի տարածքում գտնվող լողափում դեռևս 2006 թվականին հայտնաբերված անհայտ մարդու կմախքը վերջապես նույնականացվել է։ Ինչպես հայտնում է Կոմոնյուզը, այն պատկանել է Օրեգոն նահանգի Ֆոսիլ քաղաքի նախկին քաղաքապետին։ Քլարենս Էդվին Էշերը, որը այն ժամանակ 72 տարեկան էր, անհետացել էր 2006 թվականի սեպտեմբերին Խաղաղ օվկիանոսում Խեցգետին որսալու ժամանակ։ Նա մահացած էր ճանաչվել ենթադրելով, որ խեղդվել է։ Նրա կնոջ խոսքով Էշերը լողալ չէր կարողանում եւ դեպքի պահին փրկարարական բաճկոն չէր կրել։ Որոնողական աշխատանքները դադարեցվել էին անհետացումից ընդամենը 1 օր անց, իսկ հայտնաբերված կմախքը երկար տարիներ չէր հաջողվում նույնականացնել։ Միայն մոտ 20 տարի անց դա հնարավոր դարձավ Թեքսասում գործող Օֆրամ լաբորատորիայի կողմից իրականացված ԴՆԹ հետազոտության շնորհիվ։ People բարբերականի տվյալներով Էշերը մահվան պահին ուներ 3 կենսաբանական երեխա, 2 խոր զավակ եւ 21 թոռ։ Նրա կինը մահացել է 2018 թվականին, այդպես էլ չիմանալով, թե ինչ է իրականում պատահել ամուսնու հետ։ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է համաձայնագիր կնքել Ուկրաինայի հարցով։ Նրա խոսքով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը առաջ չի գնում Ուկրաինայի նախագահի պատճառով։ Լրագրողի հարցին, թե ինչու ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունները դեռ չեն հանգեցրել արդյունքի, Թրամփը պատասխանել է մեկ բառով՝ Զելենսկի։ Նա հավելել է, որ ուկրաինացի առաջնորդի համար դժվար է գնալ անհրաժեշտ քաղաքական քայլին։ Նշվում է, որ այս հայտարարությունները վկայում են Զելենսկու նկատմամբ Թրամփի դժգոհության մասին։ Միևնույն ժամանակ դրանք հակասում են եվրոպական դաշնակիցների դիրքորոշմանը, որոնք պնդում են, թե հակամարտության շարունակման հիմնական պատասխանատուն Ռուսաստանն է եւ Մոսկվան չի ցանկանում դադարեցնել պատերազմը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ այսի գործակալը Մինեապոլիսում տեղի ունեցած միջադեպից հետո ունեցել է ներքին արյունահոսություն։ Խոսքը այն դեպքի մասին է, որի ընթացքում գործակալը գնդակահարել էր ԱՄՆ քաղաքացի Ռենե Գուդին։ Բժշկական տվյալների հրապարակումից կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ այսի գործակալին աջակցելու համար դրամահավաք է կազմակերպվել։ Այդ հիմնադրամին առնվազն $10,000 է նվիրաբերել ամերիկացի միլիարդատեր Բիլ Էքմանը, որը նախկինում ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին։ Էքմանը հայտարարել է, որ առաջնորդվում է մեղավոր չէ, քանի դեռ մեղքը ապացուցված չէ սկզբունքով։ Նա նաև նշել է, որ փորձում է աջակցել Ռենե Գուդին ընտանիքին, սակայն նրանց համար նախատեսված դրամահավաքը GoFundMe հարթակում արդեն ավարտված է եղել։ Այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ իրավական հետևանքներ կարող է սպասվել Ջոնաթան Ռոսին։ Գործի քննությունը իրականացնում է Դաշնային հետաքննությունների բյուրոն, Մինեսոտայի տեղական իրավապահ մարմինները գործին ներգրավված չեն։ Կալիֆոռնիան շուրջ $80 միլիոն է ծախսել մի ծրագրի վրա, որը անօթևան ալկոհոլիկներին անվճար ալկոհոլ է տրամադրում։ Սան Ֆրանցիսկոյում 2020 թվականից գործում է Managed Alcohol Program ծրագիրը, որի շրջանակում ծանր ալկոհոլային կախվածություն ունեցող անօթևաններին տրամադրվում են ալկոհոլ վերահսկվող չափաբաժնով։ Ծրագիրը իրականացվում է Community Forward SF ոչ կոմերցիոն կառույցը քաղաքային հանրային առողջապահության վարչության հետ համատեղ։ Նախաձեռնության նպատակն է նվազեցնել առողջական բարդությունները, շտապօգնության կանչերը եւ փողոցում ալկոհոլի անկառավարելի օգտագործումը։ Մասնակիցներին տրամադրվում է նաեւ կացարանորական 3 անգամյա սնունդ, բժշկական սպասարկում եւ սոցիալական աջակցություն։ Սան Ֆրանցիսկո Քրոնիկոլի տվյալներով ծրագրին ամբողջ ընթացքում մասնակցել է ընդամենը 55 մարդ, մինչդեռ դրա ֆինանսավորումը քաղաքին արժեցել է տարեկան մոտ $5 միլիոն։ Իսկ վերջին տարիների ընթացքում ծախսերը հասել են մոտ $80 միլիոն։ Community Forward SF-ի տարեկան բյուջեն կազմել է շուրջ $16 միլիոն։ Ծրագիրը դարձել է հասարակական ակտիվ քննարկումների թեմա։ Կողմերը այն ներկայացնում են որպես վնասների նվազեցման մոտեցում, իսկ քննադատները որպես չափազանց թանկ եւ անարդյունավետ նախաձեռնություն։
ԱՄՆ-ում հունվարի 14-ին Verizon բջջային ցանցում տեղի է ունեցել երկարատև խափանում, որի հետևանքով ավելի քան 1,5 միլիոն մարդ շուրջ 10 ժամ մնացել է առանց զանգերի և ինտերնետի։ Խափանման ընթացքում որոշ օգտատերեր չեն կարողացել կապ հաստատել նույնիսկ 911 արտակարգ ծառայության հետ, ինչի մասին նախազգուշացրել էին նաև իշխանությունները։ Verizon-ը հայտարարել է, որ պատճառը եղել է ծրագրային սխալը և որևէ կիբերհարձակման հետքեր չեն հայտնաբերվել։ Մասնագետները նշում են, որ նման դեպքերը ցույց են տալիս, թե որքան կախված է ԱՄՆ-ն բջջային կապից և ինտերնետից։ Նրանք զգուշացնում են, որ ապագայում նման խափանումները կարող են կրկնվել և վտանգ ներկայացնել շտապօգնության հիվանդանոցների և ֆինանսական համակարգերի համար։ Փորձագետների խորհուրդն է մարդիկ ունենան կապի այլընտրանքային տարբերակներ։ ԱՄՆ-ի հարավային հրամանատարությունը Sovcom-ը հրապարակել է տեսանյութ Վենեսուելայից արտահանվող նավթի հետ կապված ևս մեկ նավթատարի գրավման մասին։ Խոսքը Վերոնիկա անունով տանկերի մասին է, որը ըստ պաշտոնական տվյալների արդեն 6-րդ բռնագրավված նավթատարն է։ Sovcom-ը հայտարարել է, որ Վենեսուելայից կարող է դուրս գալ միայն համաձայնեցված և օրինական նավթը։ Գործողությունն իրականացվել է Կարիբյան ավազանում։ Newsmax-ի տվյալներով Վերոնիկան նավարկել է Գայանայի դրոշի տակ և կարող է տեղափոխել մինչև 2 միլիոն բարել նավթ։ Նշեմ, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոյի հետ։ Միաժամանակ նշվում է, որ նավթատարի գրավումից մեկ օր առաջ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Դելսի Ռոդրիգեսի հետ, որը ներկայումս կատարում է Վենեսուելայի նախագահի պարտականությունները։ Բևերլի Հիլզում ոստիկանությունը հետապնդման ժամանակ կիրառելով հատուկ PIT մանևր կանգնեցրել է գողացված բեռնատար ավտոմեքենան։ Այդ մեթոդով պարեկային մեքենան թեթև հարված է հասցրել բեռնատարին և ստիպել դրան կանգ առնել։ Ոստիկանության հաղորդմամբ կասկածյալը բեռնատարը գողացել է Սանտա Մոնիկայում, ապա գնացել արևմտյան Լոս Անջելեսով և մտել Բևերլի Հիլզ։ Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն պարեկային ստորաբաժանումները հայտնաբերել են գողացված մեքենան, որից հետո սկսվել է հետապնդումը։ Բեռնատարի կանգնելուց հետո վարորդը դուրս է եկել մեքենայից և փորձել փախչել, սակայն ոստիկանները նրան հետապնդել և ձերբակալել են։ Ոստիկանությունը լրացուցիչ տեղեկություններ չի հրապարակել կասկածյալի ինքնության վերաբերյալ։ Իրանի շուրջլարվածությունների աճի պայմաններում Վաշինգտոնը սկսել է ավիակիր հարվածային խմբի տեղափոխումը հարավչինական ծովից դեպի Մերձավոր Արևելք։ Տեղափոխվող խմբի կազմում ընդգրկված է USS Աբրահամ Լինքոլն ավիակիրը, առնվազն 1 միջուկային սուզանավ, ինչպես նաև մի շարք ուղեկցող ռազմական նավեր։ Աղբյուրի փոխանցմամբ մոտ մեկ շաբաթվա ընթացքում խումբը կհասնի ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ չափով մեղմել է իր հայտարարությունները։ Նա լրագրողներին ասել է, որ Իրանում ցուցարարների սպանությունները դադարել են և Վաշինգտոնը շարունակելու է ուշադիր հետևել իրավիճակին։ Ավելի ուշ Թրամփը Truth Social-ում գրել է, որ իր նախազգուշացումներից հետո Թեհրանը հրաժարվել է ցուցարարների նկատմամբ մահապատիժների կիրառումից։ Պակիստանում Իրանի դեսպանի խոսքով Թրամփն արդեն փոխանցել է Թեհրանին, որ չի ցանկանում ռազմական հարված հասցնել և կոչ է արել Իրանի իշխանություններին զսպվածություն պահպանել։ Costco-ի հոթ-դոգի կոմբո փաթեթի գինը, որը ներառում է հոթ-դոգ և ըմպելիք, 1985 թվականից ի վեր անփոփոխ է և կազմում է $1.50։ Տասնամյակների ընթացքում, երբ գնաճը փոխել է գրեթե բոլոր ապրանքների արժեքները, Costco-ն գիտակցաբար պահել է այս գինը, այն դարձնելով ընկերության արժեքային քաղաքականության խորհրդանիշ։ 2000-ականներին, երբ մատակարարները բարձրացրել էին հոթ-դոգի արտադրության գները և վտանգվել էր $1.50 շեմը, ընկերությունը գնաց անսովոր քայլի։ 2009 թվականին Costco-ն կառուցեց սեփական արտադրական գործարանները ծախսերը վերահսկելու և գնի բարձրացումից խուսափելու համար։ Ընկերության հիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Ջիմ Սինեգալը բազմիցս ընդգծել է, որ հոթ-դոգի գինը չի փոխվելու։ Նրա հայտնի կոշտ արտահայտությունը ղեկավարության հասցեին դարձավ ներքին լեգենդ և հստակ ուղերձ, հաճախորդը միշտ առաջին տեղում է։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակվել մեր սոցցանցերում։
Դոնալդ Թրամփը այցելել է Ford ընկերության գործարանը Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքում, որտեղ արտադրվում է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող ավտոմեքենան Ford F-150 պիկապը։ Այցի ընթացքում նրան ուղեկցել են Ford-ի տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր տնօրենը։ Թրամփը նշել է, որ Ford F-150-ը տարիներ շարունակ մեծ մահանջարկ ունի ամերիկացիների շրջանում իր անմրության, հուսալիության եւ բարձր որակի շնորհիվ։ Ford F-150-ը համարվում է ամերիկյան ավտոմեքենայի խորհրդանիշը։ Այն օգտագործվում է թե աշխատանքի, թե առօրյա կյանքում եւ երկար տարիներ մնում է ԱՄՆ-ի ամենասիրված ու ամենավաճառվող մեքենաներից մեկը։ Ֆրեդի Մերկուրիի ենթադրյալ գաղտնի դուստրը Բիբի անունով կինը մահացել է 47 տարեկանում ողնաշարի հազվադեպ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ Ընտանիքի փոխանցմամբ Բիբիի մոխիրը ցրվել է Ալպերում։ Նրանք նշել են, որ նա այժմ իր սիրող հոր հետ է։ Անցյալ տարի հրապարակված «Սիրով Ֆրեդի» կենսագրական գրքում նշվում էր, որ Queen-ի վոկալիստը գաղտնի դուստր է ունեցել։ Գիրքը հիմնված է Մերկուրիի 17 օրագրերի վրա, որոնք նա մահվանից առաջ փոխանցել էր Բիբիին։ Կինը հայտնել էր, որ ծնվել է 1976 թվականին եւ ԴՆԹ հետազոտությամբ փորձել է հաստատել իր ազգակցական կապը երաժիշտի հետ։ Չիկագոյում դատարանը, չնայած ծանր հարձակման գործին, ազատ է արձակել մի տղամարդու, որը նախկինում ձերբակալվել էր 57 անգամ։ Տղամարդը 2022 թվականի դեկտեմբերին քաղաքի կենտրոնում մետաղական խողովակով հետևից հարվածել էր 53-ամյա անծանոթ տղամարդու, պատճառելով ծնոտի կոտրված, ատամների կորուստ եւ դեմքի ու գլխի ծանր վնասվածքներ։ Դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով մոտ 2 տարվա նախնական կալանքը եւ պատժի կրճատումը նա ազատ է արձակվել հենց դատավճռի օրը։ Paramount ընկերության արտադրած «Աստղային ճանապարհ, աստղային նավատորմի ակադեմիա» սերիալի յուրաքանչյուր սերիայի վրա ծախսվել է մոտ 6-ից 10 միլիոն դոլար, սակայն սերիալի անվճար պրեմիերան դիտել է ընդամենը 1300 մարդ։ Բաց հասանելիության մեջ գտնվելու առաջին 16 ժամվա ընթացքում այն հավաքել է շուրջ 27000 դիտում, ինչը զգալիորեն ցածր է նման բյուջե ունեցող նախագծի համար։ Ստացված թվերը դարձել են ակտիվ քննարկումների առիթ եւ համարվել մեծագույն ձախողում։ ԱՄՆ-ում համալսարանները հաճախ ունեն ավելի մեծ ազդեցություն, քան խոշոր գործարաններն ու կորպորացիաները։ Կան նահանգներ, որտեղ հենց համալսարաններն են ձևավորում մասնագիտության պահանջարկը, ստեղծում նոր աշխատատեղեր եւ ազդում տնտեսության զարգացման ուղղության վրա։ Այդ պատճառով հարցը միայն կրթության որակը չէ, այլ այն, թե որ նահանգներն են կարողացել կրթությունը դարձնել իրական ռազմավարական առավելություն։ ԱՄՆ-ում գործում է մոտ 4000 համալսարան եւ քոլեջ, սակայն բարձր վարկանիշ ունեցող կրթական հաստատությունների մեծ մասը կենտրոնացած է ընդամենը մի քանի նահանգներում։ Այդ թվում են Կալիֆոռնիան 400-ից ավելի համալսարանով եւ քոլեջով, Նյու Յորքը 300-ից ավելի, Թեքսասը շուրջ 250-ով եւ Մասաչուսեթսը մոտ 100 համալսարանով եւ քոլեջով։ Բայց համալսարանների քանակը ինքնին դեռ չի նշանակում որակ, ավելի կարևոր է, որքան է ներդրվում գիտության եւ հետազոտության մեջ, քանի գիտական ծրագրեր են գործում եւ որքան մեծ է համալսարանների դերը նոր տեխնոլոգիաների ու գաղափարների ստեղծման մեջ։ Հենց այս ցուցանիշներն են տարբերում պարզապես շատ համալսարաններ ունեցող նահանգները այն նահանգներից, որոնք իրականում ձևավորում են գիտական եւ տնտեսական ապագան։ Որոշ նահանգներում համալսարանների վրա արված ծախսերը հասնում են 100 միլիարդավոր դոլարների, ձևավորելով տեխնոլոգիական, բժշկական եւ գիտական գլոբալ կենտրոններ։ Հենց այդ պատճառով էլ առաջատար համալսարանները հիմնականում կենտրոնացած են այն նահանգներում, որտեղ հետազոտական ֆինանսավորումը ամենաբարձրն է։ Ամենախոշոր ներդրումները գրանցվում են Կալիֆոռնիայում, որտեղ տարեկան հետազոտական ծախսերը հասնում են մոտ 120 միլիարդ դոլարի։ Հաջորդում է Մասաչուսեթսը շուրջ 35 միլիարդ դոլարով, ապա Թեքսասը մոտ 31 միլիարդով եւ Նյու Յորքը մոտ 29 միլիարդ դոլար տարեկան ծախսերով։ Մեկ այլ կարևոր ցուցանիշ է, որքան կրթված է հենց նահանգի բնակչությունը։ Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մեծ մասնաբաժինը սովորաբար նշանակում է ավելի մրցունակ աշխատաշուկա, բարձր աշխատավարձեր եւ նորարարության ավելի բարձր մակարդակ։
ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ունեցող բնակչության քանակը նահանգից նահանգ զգալիորեն տարբերվում է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է Մասաչուսեթսում, որտեղ մեծահասակ բնակչության մոտ 45% ունի բակալավրի կամ ավելի բարձր կրթական աստիճան։ Բարձր կրթված բնակչությամբ հաջորդում է Քոլորադոն շուրջ 43% ցուցանիշով, իսկ Մերիլենդում այդ մակարդակը կազմում է մոտ 42%։ Նյու Ջերսիում բարձրագույն կրթություն ունեցող մեծահասակների քանակը մոտ 41% է, մինչդեռ ԱՄՆ միջին ցուցանիշը կազմում է մոտ 35%։ Այս թվերը ցույց են տալիս, որ որոշ նահանգներում գրեթե յուրաքանչյուր երկրորդ մեծահասակն ունի համալսարանական կրթություն։ Ամենաշատ ուսանողները սովորում են Կալիֆոռնիայում, որտեղ նրանց ընդհանուր թիվը հասնում է մոտ 2.6 միլիոնի։ Բարձր ցուցանիշ ունի նաև Նյու Յորքը շուրջ 1.9 միլիոն, ինչպես նաև Թեքսասը մոտ 1.8 միլիոն ուսանողներով։ Ֆլորիդայում ուսանողների թիվը կազմում է մոտ 1.2 միլիոն, ինչը ևս նահանգը դասում է խոշոր կրթական կենտրոնների շարքին։ Թվերը ցույց են տալիս, որ լավագույն համալսարաններ ունեցող նահանգները առաջատար են միաժամանակ 3 ուղղությամբ՝ կրթություն, գիտություն եւ տնտեսություն։ Այդ նահանգներում ավելի բարձր են աշխատավարձերը, ավելի մեծ է նորարարության մակարդակը եւ ավելի ուժեղ է աշխատաշուկան։ Այստեղ համալսարանները պարզապես կրթական հաստատություններ չեն, այլ տնտեսական շարժիչ ուժ։ Հուսով եմ, որ հավանեցիք այսօրվա հաղորդումը։ Եթե չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, կարող եք անցնել հենց այս հղումով եւ ծանոթանալ բոլոր մանրամասներին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ 5:30-ին։ Հաջողություն։